Բարի երեկո 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն այսօր հյուրընկալել եմ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին։ Պարոն Կիվիրյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գերմանիայում էր եւ Համբուրգում կանցլերի հետ հանդիպումից հետո նրան դիմավորել են Համբուրգի հայերը, բայց այնպիսի պաստառներով, որոնց մասին չի երազի ոչ մի երկրի ղեկավար։ Դավաճան վանկարկումներով, հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այս հալածանքները դադարեցնելու վանկարկումներով եւ այդ ակցիայի մասնակիցներից մեկը Լիլիթ Կարապետյանը նշում է, որ առաջին անգամ է կանցլերի նստավայրի դիմաց տեսնում մետաղական այդ ցանցերը եւ իրենց թույլ են տվել միայն այդ մետաղական ցանցերի հետևում կանգնել։ Այսինքն Գերմանիայում էլ գիտեն, թե Նիկոլ Փաշինյանին ինչպես են վերաբերվում իր հայրենակիցները։ Դե հավանաբար ինքն է խնդրել, որ իր անվտանգությունը առավելագույնս ապահովեն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը վախենում է սեփական ժողովրդից։ Դե գիտեք ոնց է, հենց որ Հայաստանում ինքը շրջում է հարյուրավոր թիկնապահներով, դա արդեն ցույց է տալիս, որ ինքը անհանգստանում, ինչպես է անհանգստանում իր անվտանգության համար եւ այո, վախենում է սեփական ժողովրդից։ Մարդը, որը ժամանակին ուրիշներին ծաղրում էր, որ ասենք անցյալի ղեկավարներին ծաղրում էր, որ նրանք ասենք դուրս չեն գալիս ժողովրդի մեջ, ինքը դուրս է գալիս միմիայն հարյուրավոր թիկնապահների հետ միասին։ Մենք տեսնում ենք, ուր ինքը գնում է, չէ, ինչպիսի անվտանգության գործողություններ են իրականացնում ԱԱՑ-ն եւ մնացած ծառայությունները, ոստիկանությունը, ասենք։ Գնում ասենք Գյումրի նախորդ գիշերվանից ասենք կապարակնքում են եկեղեցին։ Դա հենց ցույց է տալիս իր վախերը եւ առաջին հերթին իր վախերը սեփական ժողովրդից այո։ Դրանով է պայմանավորված։ Բայց այդ վախերը պատճառաբանված են, որովհետեւ կարծես թե իր նկատմամբ ոչ մի հարձակման դեպք չի գրանցվել, այդպիսի մի դու չկա։ Վախերը առաջանում են այն պարագայում, հենց որ մարդը ինքը գիտի, թե ինչեր է արել։ Դրանից առաջանում վախերը, ոչ թե նրանից, թե ինչ որ բան իր նկատմամբ արել կամ չեն արել։ Այսօր մարդը գիտի ինչ գործողություններ է արել, իր հոգում միշտ առաջանում են այդ վախերը, որ կարող է գալ հատուցման պահը։ Այդ վախերն են ստիպում նրան անընդհատ Ադրբեջանի կողմից այս տրվող պահանջները, նույնիսկ հակադրամաբանական, անդրամաբանական։ Չէ, դա գալիս է, այսպես ասած, պատերազմում խայտառակ պարտությունից։ Այդ մարդը չի կարողացել որպես Հայաստանի ղեկավար կազմակերպել արդյունավետ պատերազմը, դա հանգեցել է պարտություն եւ պարտությունից հետո խելոք գլուխը կախ կատարում է հաղթող կողմի բոլոր պահանջները։ Դա դրանով է պայման։ Դե գիտեք ոնց է։ Իշխանությունը պահելու համար։ Ցանկացած իշխանավոր փորձում է պահել իշխանությունը։ Ինչպես ասում էր Օրուելը, իշխանություն հանուն իշխանության։ Պարոն Կիվիրյան, Համբուրգում Նիկոլ Փաշինյանը մի շարք հետաքրքիր հայտարարություններ է արել, անդրադառնանք Արցախի մասով հայտարարությանը 300,000 այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձը կանխելու իր բանաձևն է առաջարկել Ալիևին, որ մենք մոռանում ենք եւ այդ մասն էլ հայտարարել է, իրատեսական չեն համարում արցախցիների վերադարձը Արցախ, իրենց Բարոյազեմ Ղարաբաղ, փոխարենը դուք մոռանում եք 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման մասին։ Ալիևը կընդունի այդ առաջարկը։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը վստահ էր ի սկզբանե, որ եթե ինքը կամ համոզված էր, որ եթե ինքը առաջադրում է ինչ-որ նման մոդելներ, ապա մյուս կողմը դա կընդունի։ 2020 թվականից հետո այս մարդը համառորեն չհասկացավ, որ եթե ինքը առաջարկում է նման մոդելներ, դա չի նշանակում, որ մյուս կողմը դա մինչ օրս չի ընդունել ու չի պատրաստվում ընդունել։ Ադրբեջանը նայեք ինքը ոնց է նայում։ Ինքը ասում է, որ մենք հաղթել ենք պատերազմը, պարտվող կողմը պետք է խելոք կատարի բոլոր պահանջները։ Իրենք դա չեն էլ թաքցնում։ Այդ ֆորմուլան հստակ Ալիևը ներկայացնում է։ Այդ ֆորմուլան ինքը օրինակ ներկայացել է Ուկրաինայի հետ կապված։ Նույնը ինքը ներկայացնում է այս պարագայում, որ մենք հաղթող ենք, նա պարտվող է, պարտվող կողմը խելոք պետք է կատարի։ Հիմա այս պարագայում իրանց համար Նիկոլ Փաշինյանի առաջադրված ցանկացած պայման ի սկզբանե միշտ եղել է անընդունելի։ Օրինակ հիշում եք, չէ, Նիկոլ Փաշինյանը ինչ էր ժամանակին ասում, օրինակ բանի հետ կապված, լաչին ու այդ նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթղթի հետ կապված։ Իրան թվում էր, որ եթե
Ուրեմն ինքը խուրդում է Ղարաբաղը, խնդիր չունի Լաչինը կփակեն, չեն փակի։ Ուրեմն ադրբեջանցիք էլ կհրաժարվեն Մեղրիի ճանապարհից եւ կընտրեն հայկական կողմի առաջադրած մյուս ճանապարհները։ Հիշում եք, 2 տարի Նիկոլ Փաշինյանը դա էր փորձում հրամցնել ժողովրդին, որ Մեղրու հարցեր չկա, մենք այ ուրիշ տեղից իրանց տալիս ենք ճանապարհ, թող գնան դրանով օգտվեն։ Այն ժամանակ էլ ես բացատրում եի, որ այդտեն չի լինելու։ Ադրբեջանցիք այս հարցը լուծելու են, հետո նորից իրանք վերհիշելու են, ոչ թե վերհիշելու են, իրանք երբեք չեն էլ մոռացել, որ կա նոյեմբերի 9-ի Մեղրի։ Ու վերջում Նիկոլ Փաշինյանը խելոք ու ուղղակի, այսպես ասած, ամերիկյան պրոտեկցիոնիզմի տակ առաջադրեց, որ եկեք լավ, հա Մեղրին բացենք։ Ինքը հասկացավ, որ ադրբեջանական կողմը դրան չի հրաժարվել։ Հիմա նույնը, նայեք, իրան թվում է, որ եթե ինքը հայտարարում է, որ արցախցիները չեն վերադառնա, ուրեմն ադրբեջանցիներն էլ կկանգնեն կհայտարարեն, որ իրանք էլ չեն վերադառնա։ Ասում եք, ասել Նիկոլ Փաշինյանն այդքան միամիտ է, որ ենթադրի։ Իրեք ոնց է, ոչ թե միամիտի խնդիր, այն որ ինքը, գիտեք, քաղաքականությունից ընդհանրապես չի հասկանում, դա փաստ է։ Որովհետև գլոբալ առումով, գիտեք, ոչ մի ղեկավար չէր ուզենա, որ իրան այսպես նվաստացնեն։ Ասենք, նայենք, չէ, տարիներ շարունակ ոնց է իրան նվաստացնում ադրբեջանական կողմը, ոնց են միջազգային հարթակներում իրան նվաստացնում։ Բայց դա իր ընտրությունը չի, պարոն։ Սա իր ընտրությունն է, որպեսզի ինքը այստեղ պահի իշխանությունը։ Իհարկե, ինքը կուզենար պահել իշխանությունը առանց նվաստանալու։ Դրա համար, որ դուք հարցնում եք, թե դա ինչով է պայմանավորված։ Այս մարդը համառորեն չի ուզում հասկանալ, թե ինչ է քաղաքականությունը։ Իրան թվում է, որ եթե ինքը, օրինակ, իր ֆորմուլաները հիշում եք, որ ասենք ինքը մատնանշում է, ասենք լավ, որ լավ լինի։ Հիմա հավատում է, որ ասենք խաղաղություն կլինի։ Ուրեմն չենք պարտվի։ Չէ, դե խաղաղությունը գիտեք ոնց է, խաղաղությունը Իրանից կախված չի։ Ավելի շուտ կախված է Իրանից այնքանով, որ այստեղ ինքը հասկացել է ինչ են ուզում ադրբեջանցիները։ Ադրբեջանի ֆորմուլան հետևյալն է, որ եթե դու կատարում ես բոլոր մեր պահանջները, մենք էլ ինչ իմաստ ունի դիմել պատերազմի։ Ինքը այդ պարագայում կատարում է իրենց բոլոր պահանջները, եւ պարզ է, որ եթե դու կատարում ես, ինչի ադրբեջանցին ասենք, այդ ամենին հասնի զոհերով, այդ ամենին հասնի ինչ որ ասենք ծախսերով։ Ստանում է, չէ։ Այդ ֆորմուլան է այսօր ապահովում խաղաղություն։ Դուք լավ ասեցիք, ադրբեջանցիների ուզածն է հասկացել, բա մեր ուզածը ով է հասկանում։ Դե հիմա այս մարդը, գիտեք ոնց է, հայկական շահերը չի կարողանում սպասարկել, ընտրելա գոնե որ մեկի շահերը կարողանա բավարարել։ Որ գոնե մեկը իր մասին լավ հիշի։ Մեկը գոնե ասենք մեկը բավարարված լինի, սա է իրականությունը։ Ցանկացած պահի հենց որ ինքը կհակադրվի ադրբեջանական որևէ պահանջ, այդ ժամանակ կարող են լինել, ասենք, բախումներ, այդ ժամանակ նորից սահմանում կլինեն զոհեր եւ այլն։ Քանի ինքը կատարում է։ Հիմա դուք ասենք, պատկերացրեք, դուք ադրբեջանական կողմն եք, ինչի դիմեք պատերազմին։ Խելոք կատարում է, չէ։ Դեռ մի բանով էլ կաջակցենք։ Չէ, դու ստանում, հա, դրա համար էլ հենց աջակցում են։ Հենց դրանով է պայմանավորված ադրբեջանական կողմի աջակցությունը։ Ինքը էլ զոհեր չունի, ծախսեր չունի, ամեն ինչ ստանում է, բայց չաջակցի, գտածո է, ոնց չաջակցի։ Այսինքն մենք մի խորը ճահճի մեջ ենք, որից դուրս գալ հնարավոր չի, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասում է, ես չլինեմ, կլինի պատերազմ։ Նայ, դու այս ճահճից կարող ես դուրս գալ, եթե կառուցես, ստեղծես այլ պետություն, այլ բանակ։ Մինչև այդ ճահիճը շարունակվելու է։ Միակ լուծումը բանակն է։ Իհարկե, միակ լուծումը, որ ուժային առումով դու կարողանաս իրան հակակշռել։ Հենց որ ինքդ իմանա, որ դու ուժեղ ես, ինքը չի դիմի ոչ մի սադրանքի, ոչ պատերազմի։ Նայեք, հիշեք 1994 թվականից հետո մի 10 տարի, մի քիչ էլ ավել Ադրբեջանը այդպես լուրջ ոչ ինչի չէր դիմում, որովհետև ուժերի բալանսը
ուժերի բալանսը իր օգտին չէ։ Ինքը երբ սկսեց սահմանին դիմել տարբեր տեսակի սադրանքների եւ այլ գործողություններ, հենց որ փոխվեց ուժերի բալանսը եւ ինքը դրանից տեղյակ էր։ Հիմա այս իրավիճակը կարող է փոխվել, եթե Հայաստանը կարողանա կառուցել այլ որակի պետություն, այլ որակի բանակ։ Վստահ եղեք, որ ինքը այսպես կիմանա դրա մասին ու դրանից հետո ոչ թե կփորձի ստուգել այդ բանակի հզորությունը, ուղղակի չի դիմի այդ գործողությունը։ Իզուր գլխացավանքի մեջ չի մտնում։ Չէ, դե չի դիմի։ Հիմա ասենք Հյուսիսային Կորեան, մարդիկ գիտեն, չէ, ասենք իր հակառակորդները, որ ունի ատոմային զենք։ Եվ ստոպեր չունի կարևորը ղեկավարը։ Ինքն այսպես ասած դիմում տարբեր սադրանքների փորձարկելով, ասենք Ճապոնիայի ուղղությամբ մի հրթիռ գցում է, ուղղությամբ են ուղղությամբ։ Բայց գիտեն, որ ունի ատոմային զենք։ Ինչ որ մեկը հանդգնում է դիմել սադրանքի, չի հանդգնում։ Հանգիստ ապրում են էլի իրանց համար։ Պարոն Կիվերյան, այսքան քննադատում ենք Նիկոլ Փաշինյանին, բայց տնտեսական առումով Նիկոլ Փաշինյանը բավականին մեծ հաջողությունների է հասել։ Օրինակ ասում է, որ տնտեսությունը քաղաքականությանը աբգոն է անում, դա լավ նորություն է, նկատի ունի հայ-թուրքական սահմանի բացման դեպքում, թե մեզ ինչ տնտեսական բում է սպասվում։ Բացի այդ, Համբուրգի իր խոսքերն է մեջ վերում, նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիում 4 նավահանգիստ ստեղծելու նախաձեռնությամբ, խոսակցություններ են ունեցել։ Ամեն դեպքում փորձում է տնտեսական որոշակի առաջընթաց մեզ համար ապահովել։ Օրինակ է բերում Ադրբեջանից եկող նավթը, Ադրբեջանի տարածքով Վրաստանի միջով մեզ հասնող ղազախական, ճիշտ է 4-րդ կարգի անասնակեր, բայց այն ամենենիր ցորենը։ Եկեք հերթականությամբ պատասխանեմ։ Առաջինը, եթե այս անգամ տնտեսական որոշակի, այսպես ասենք, աշխուժությունը լիներ առանց արտաքին պարտքը ավելացնելու, ինքը կարող է դա ներկայացնել որպես հաջողություն։ Այն պարագայում, հենց որ իր իշխանության 7 տարիների ընթացքում արտաքին պարտքը արդեն հատել է 13 միլիարդը, Արդեն 14 են ասում։ Դե հա, ուրեմն, չէ, գիտեք ոնց է, թիվը այնքան արագ է աճում, որ մարդ չի էլ հասցնում հետևել։ Պատկերացրեք, եթե անգամ այդ փողը վերցնելուց ուրեմն բաժանեին ուղղակի ժողովրդին, հաստատ ավելի տնտեսական, այսպես ասած, ցուցանիշները ավելի բարձր կլինի։ Դուք հասկանում եք, ուղղակի վերցում է փող, եւ այդ փողի արդյունքում ինչ որ ցուցանիշներ են երևում։ Այն պարագայում հենց որ ժողովրդի ուրեմն բարեկեցությունը չի ավելա, աղքատությունը չի նվազում։ Դրա համար իր ներկայացրած այդ հեքիաթը ինքը կարող է պատմել միմիայն իր տնեցիներին։ Իսկ այն, որ ասենք ոնց է վերադարձվելու արտաքին պարտքը, ոնց է սպասարկվելու, եթե թիվը ավելացավ։ Ովքեր են այդ պարտքը սպասարկողները ի վերջո։ Հասկանում եք, այս պարագայում խոսել տնտեսական թռիչքների մասին, հենց որ դու նման ծավալի ավելացրել ես արտաքին պարտքը, զավեշտալի է։ Հիմա գանք հայ-թուրքական սահմանը։ Հայ-թուրքական սահմանի բացումը իհարկե դրական երևույթ կլինի, բայց որ ինքը տնտեսության վրա, այսպես ասած, չգիտեմ ինչ որ թռիչքային կազդի, դա զավեշտալի է։ Հակառակը դու պետք է այդ պարագայում ընդունես այնպիսի օրենսդրություն, որ քո ներքին անգամ չնչին արտադրողները չտուժեն էժան թուրքական ապրանքներից։ Որովհետև թուրքական կապիտալն ու տնտեսությունը կկլանի Հայաստանում։ Նայեք, ցանկացած պարագայում ասում եմ, այդ սահմանի բացումը դրական երևույթ է։ Խորհրդանշական իմաստով։ Չէ, ոչ թե խորհրդանշական, ցանկացած իմաստով, անգամ տնտեսության իմաստով։ Ուղղակի դու պետք է կարողանաս արդյունավետ կառավարել քո տնտեսությունը։ Համապատասխան այնպիսի օրենքներ ընդունես, որ քո ներքին արտադրողները չտուժեն։ Քո ձեռնա, դու ես իշխանությունը։ Ինչ օրենք ուզում ես ընդունի։ Ուղղակի պետք է իմանաս ինչ գրագետ օրենքներ ընդունես։ Հիմա մնացածը ինքը կարողանում է հոյակապ, գիտեք ոնց է, հասարակությանը կերակրել այդ նյու Վասյուկիներով։ Իսկ նայեք, այդ ձեր ասած ասենք ուրեմն
Ադրբեջանի տարածքով դա շարունակվելու է, ավելանալու է։ Դա գիտեք ոնց է համաշխարհային պատմականորեն հազարամյակներով կարող եք ուսումնասիրել, եթե իրար հարևան ազգերը իրար վրա չեն կրակում, սկսում են առևտուր անել։ Դրա մեջ փնտրել, ասենք, գիտեք ոնց է, ինչ որ ասենք մի հատ այսպես ֆանտաստիկ բան իմաստ չունի ոչ այն կողմից։ Մի կողմը Նիկոլ Փաշինյանը փորձում է ներկայացնել ինչ որ մի հատ ֆանտաստիկա, այն հակառակորդ կողմն էլ դրել է ոնց հասկանում եք ոնց կլինի, ոնց չի լինի։ Սա դարերով եկող մոդել է, որ երբ իրար դուր ապրող ազգերը չեն կրակում իրար վրա, շատ կարճ ժամանակից հետո սկսում են առևտուր անել։ Բայց դա լինելու է գեղեցիկ փաթեթավորման, որով ներկայացնում են նույն իշխանական Դա ուղղակի լինելու է առևտուր։ Դա ուղղակի լինելու է առևտուր։ Դու հիմա վրացիքի հետ անում ես առևտուր, ճիշտ է։ Բայց վրացիները նույն թուրքերը չեն, Չէ, հիմա նայեք, ասում են, հենց որ դու չես կրակում, դու սկսում ես առևտրով զբաղվել։ Դա աքսիոմա է։ Այսօրվա դրությամբ նայեք, եկեք իրականությունից չկտրվենք։ 30 տարվա ընթացքում Հայաստան-Թուրքիա սահմանը փակ էր։ Բայց կար առևտուր, չէ։ Այո։ Մարդիկ գնում էին, այնտեղից էին բերում, ինչ որ բան փորձում էին շատ չնչին բան տանել, հիմնականում բերում էին։ Կար առևտուր։ Կա չէ ձեր ասած հայ-թուրքական թշնաման հակասություն, եղերն է եղել։ Ադրբեջանցիների հետ եղեն որպես այդպեսին չի եղել։ Ցեղասպանություն եղել է։ Հիմա նայեք ոնց է։ Ոչ այդ մասշտաբներով։ Չէ, նայեք, ուրեմն երկու պատերազմում, որ թվերը հաշվեք, հայ-ադրբեջանական, իրանք ավելի շատ մարդ են կորցրել։ Ուրեմն թվերը հաշվեք կտեսնեք, հա։ Ուրեմն բայց նորից եմ ասում, Թուրքիայի հետ կապված եղել է դաշնագույն եղել, բայց գնում առևտուր էին անում։ Իրականությունից պետք չի կտրվել։ Ազգերը այն պահին, հենց որ իրար վրա չեն կրակում, 5 րոպե հետո սկսում են առևտուր անել։ Սա աքսիոմա է։ Այսօր դա եք աշխարհում, ասենք այսօրվա դրությամբ, ասենք նայեք, պատմությունից կհիշեք, չէ, ասենք Վիետնամը ոնց էր պատերազմում ԱՄՆ-ի դեմ։ Այսօր ով է Վիետնամի հիմնական տնտեսական առևտրային գործընկերը, ԱՄՆ-ն։ Ճապոնիայի օրինակը։ Չէ, դե բազմաթիվ հազարավոր օրինակներ կբերի։ Սա է իրականությունը։ Պարոն Կիվիրյան, անդրադառնալ ուղղակի, այսպես ասած, պետք էր ուրիշ ձևով, ուրիշ պետություն կառուցել, ուրիշ ձևով պետք է, նաև էսենց ասեմ, որ պարզ լինի։ Մենք պետք է հաղթենք, հետո լիներ առևտուր։ Հասկանում ես։ Բայց հիմա էս է իրականությունը։ Իսկ ուրիշ պետություն կառուցելը մարդիկ կարող են սխալ հասկանալ, Փաշինյանի ակնարկած 4 հանրապետություն կարող են հասկանալ։ Չէ, ես նկատի ունեմ, ուրեմն արդեն իմ ասեցի, չէ, լրիվ այլ մոդելի պետություն, լրիվ այլ մոդելի բանակ, որ այդ պարագայում դու ստիպված չես լինի գլուխդ կախ ցանկացած ուրեմն ադրբեջանական պահանջ կատարել։ Պարոն Կիվիրյան, անդրադարձել է նաև Փաշինյանը ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին, նշել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակ չի Հայաստանի համար, սակայն Եվրամիությանը միանալը նպատակ է։ Դե գիտեք ոնց է, ինքը հոյակապ գիտի, որ ԵՄ Հայաստան ինչ են ընդունելու։ Կարծեմ հայտարարություններ են հնչում։ Չէ, դե չեն ընդունելու ուղղակի։ ԵՄ-ն այս պահին Եվրամիությունը ընդլայնման ծրագիր էլ չունի։ Եվ Եվրամիությանը ընդամենը պետք է, ոնց որ ասենք Ուկրաինայի օգտագործում են Ռուսաստանի դեմ որպես պատնեշ, ուրեմն Անդրկովկասի երկրներն էլ փորձեն ներգրավել դրա մեջ։ Ուղղակի ես սրա մասին վերջերս իմ հարցազրույցում ասել եմ, Հայաստանի բախտը բերել է այդ առումով, որ Ռուսաստանի հետ սահման չունի։ Օրինակ նայեք,
վերջի 2 տարվա մեջ բազմաթիվ վրացի պաշտոնյաներ մատնանշում էին փաստերով, թե ոնց են եվրոպական այդ ղեկավարները իրենց փորձել ներքաշել Ռուսաստանի դեմ սադրանքների եւ պատերազմների մեջ եւ իրանք խուսափել են։ Մենք չունենք որևէ երաշխիք, որ եթե Հայաստանը ունենար ընդհանուր սահման Ռուսաստանի հետ, Հայաստանի իշխանություններին հնարավոր կլներ, այսպես ասած, զերծ պահել դրանից։ Ուղղակի քանի որ ընդհանուր սահման չունեն, այդ առումով իրանց այսպես ասած վրա լուրջ չեն վերաբերվել։ Նո ոչ թե լուրջ չեն վերաբերվում։ Հիմա չունի ընդհանուր սահման։ Ինչ ուզում ես արա, ասենք, ինչ պետք է անի։ Այսինքն աշխարհագրական դիրքը վես փրկել է կորցանումից։ Այդ առումով, թե չէ հանել էին արդեն ընդդեմ Ռուսաստանի։ Այլ հարց, որ իրենք կփորձեն, ասենք, ինչ որ օղակի մեջ ներգրավել, ասենք, կարա լինել Ադրբեջան-Հայաստան ընդհանուր ճակատ ընդդեմ Ռուսաստանի։ Այսինքն ադրբեջանցի եւ հայ զինվորը միասին Ադրբեջանում կռվում են Ռուսաստանի դեմ։ Եթե դուք պատմությունը ուսումնասիրեք, 1920 թվականին նման փորձ եղել է։ Բայց այն ժամանակ որպես այդպեսին հարաբերություններն էլ այդքան վատ չեն։ Չէ, ինչի վատ չէին։ Այդ ժամանակ դա եղել է, գիտեք, երբ հենց որ Արցախում 1920 թվականի գարունը հայկական ապստամբությունը պարտվեց, եւ բրիտանացիք օրինակ խնդրեցին, որ մինչեւ պարտությունը կար այնտեղ հայկական զորամիավորումներ դրոյի նժդեհի գլխավորությամբ ամեն մեկը մի ուղղությամբ, որպեսզի այնտեղից հանեն այդ զորամիավորումները, որ ադրբեջանական բանակը Արցախից գնա դեպի Բաքու եւ կարողանա պաշտպանել Բաքուն ռուսական սովետական զորքերից։ Եվ հայերը հանել են իրանց զորամիավորումները։ Հասկանում եք, հայ ժողովրդի կողմից իր անցյալը մանրակրկիտ չիմանալը ցավոք հակրկնում է այն։ Հիմա մտնելով Հիմա այսօրվա դրությամբ մենք Ուկրաինայում տեսնում ենք հստակ քաղաքականություն։ Եվրոպան ինչի է դեմ, որպեսզի ուկրաինացիք, նույնը ասեք ամերիկան կողմը, ճիշտ է, որպեսզի ուկրաինացիք ստորագրեն այդ խաղաղության փաստաթղթերը։ Որտեվ Եվրոպան դեմ է, որովհետև իրեն պետք է առավելագույնը ձգել ժամանակ, որովհետև իրենք իրենց պատկերացման պատրաստվում են պատերազմի ընդդեմ Ռուսաստանի, որպեսզի հասցնեն իրենց բանակը եւ զենքի արտադրությունը կարգի բերել։ Այսինքն Հայաստանի հետ կապված ծրագրերը այդ ծրագրից են։ Այդ նույն մոդելով իրանք եվրոպական համապատասխան պաշտոնյաները փորձում էին ներգրավել Վրաստանին, չէ՞։ Հիմա Վրաստանը ուներ սահման, բայց Վրաստանի հետ կապված դա չստացվեց։ Հիմա սրանով է պայմանավորված նաև Ադրբեջան-Հայաստան որոշակի, այսպես ասած, մենք տեսնում ենք նրանց համատեղ վերաբերմունքը, նույն եվրոպական կառույցների եւ այլն։ Իրանք դիտարկում են, որ դա դուք արդեն ձեր մեջ խաղաղություն է, դուք խնդիրել չունեք, ճիշտ է։ Իրանք ոնց են, չէ, ներկայացնում։ Այո, ասում են ստեղծագործական եւ համարժ ջանքերից շնորհիվ դե ասում են ձեր մեջ հիմա դա տարբեր ծրագրեր են իրականացնում, Բաքվից են գալիս, այստեղից են գնում։ Փաշինյանն ասել է, որ նոր ադրբեջանական պատվիրակություններ են։ Դա գիտեք ոնց է, դա բնական է, այդպես է լինում։ Դա գնալով խորանալու է, առևտուրն է խորանալու, ես դրա մեջ չեմ տեսնում վտանգ։ Ես վտանգ տեսնում եմ, որպեսզի Հայաստանին չփորձեն ներքաշել որևէ ավանտյուրայի մեջ։ Մենք պետքա ճիշտ հասկանանք, որտեղից է իրական վտանգը։ Այդ ավանտյուրան ի՞նչ տեսք է ունենալ։ Դե դա կարող է լինել, ասենք, ասում եմ ձեզ, այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը ֆանտաստիկ ժանրից հայտարարում է, որ մենք պետք է ԵԱՏՄ-ից դուրս չգանք։ Մտնենք Եվրամիություն։ Բայց ԵՄ մտնենք, ինչի ԵԱՏՄ-ից ինքը ասում է դուրս չգանք, որտեղ եթե ինքը հանդգնի դուրս գալ ԵԱՏՄ-ից, ինքը Հայաստանը կունենա այնպիսի ֆինանսական կորուստներ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարող է, ասենք, հաշված օրեր դիմանալ։ Ինքը դա չի գիտակցում։ Չէ, ինքը դա գիտակցում է, դրա համար է ասում, ԵԱՏՄ-ից դուրս չենք գալու։ Եվ դրա համար Համբուրգից հետո ուր մեկնեց Մոսկվա։
Սանկտ Պետերբուրգում ստիպված վայրը Հա, չկատարեց։ դե հիմա Ռուսաստան մեկնեց։ Դա դրանով է պայմանավորված։ Իսկ ԵՄ-ի առումով այսօրվա դրությամբ չկա ԵՄ ենլայնման ծրագիր եւ ԵՄ-ում մեզ որպես անդամ չեն սպասում։ Մեզ սպասում են ընդամենը որպես օղակ, ոնց որ Ուկրաինան, որպեսզի, այսպես ասած, Ինքնազոհաբերության գնա։ Դե հիմա նայեք, ուկրաինական արյունով մինչև վերջի ուկրաինացին մարտնչելով, իրանք լուծում են իրանց խնդիրները։ Սա հասկացեք, սա քաղաքականության մեջ ընդունված ձև է։ Բայց ընդունված չէ, երբ դու ինքդ ես գնում այդ սովորության հանուն երրորդ Դե ոչ շահերի։ մեկը չի ասում, որ դու պետքա խելապակասի պես քեզ զոհաբերես։ Ո՞վ է մեղավոր։ Եթե դու դրան գնում ես։ Այսինքն, եթե դու չես հասկանում դա։ Հիմա այսօրվա դրությամբ նայեք, 2 տարի առաջ այն խաղաղության պայմանները, որոնք այսօրվա դրությամբ դրված է սեղանին Ուկրաինա, Ռուսաստան, շատ ավելի լավն էին, ճիշտ է։ Այսինքն 2 տարի, Ուկրաինան մարտնչել է, տարածքներ է կորցրել, տվել է 1 միլիոն զոհ, ասենք ավերածություններ եւ այլն, մարտնչել է, որպեսզի պայմանները ավելի վատը լինեն։ Դա է չէ ստացվում։ Ծանոթ սցենար է դեպ։ Չէ, դա է չէ ստացվում։ Հիմա հասկանում եք, դուք զարմանում եք, ասենք, բազմաթիվ ազգեր սրա մեջ մտնում են։ Ասենք, վերցեք առաջի համաշխարհային պատերազմը։ Առաջի համաշխարհային պատերազմը ոնց ուզում եք ուսումնասիրեք, եվրոպական որևէ երկրի այն ձեռնտու չէր։ Դրա համար հայտնի մի հատ խոսք կար, որ այն ժամանակ, որ պատերազմի որևէ պահանջ չկա, բայց եւ այն անխուսափելի է, հենց դրանով։ Բայց գնացին, չէ՞, կայսրությունները այն ժամանակվա 4 կայսրություններ գնացին եւ կարելի ասել ինքնաբնաջնջեցին իրար։ Հետևաբար չզարմանանք մեր Չէ, դրա համար որևէ առումով պետք չի զարմանալ։ Պարոն Կիվիրյան, անդրադառնանք նաև եկեղեցու դեմ այս արշավանքին, պատերազմին, շատերը հալածանք են որակավորում, նույնիսկ Համբուրգից է Նիկոլ Փաշինյանը խոսում եկեղեցու դեմ պայքարի մասին, իսկ մամուլը գրում է, որ ԿՊԱ-ականներին հրահանգ է իջեցրել Նիկոլ Փաշինյանը ավելի ակտիվ զբաղվել կաթողիկոսի այսպես կոչված դեղապահի հարցով, հա, այդ հարցը պետք է հապշտապ լուծել։ Դե գիտեք ոնց է, Նիկոլ Փաշինյանը տառապելով քաղաքական մոլագարությամբ ինքը երբեք իր հռչակած ծրագրերից հետ չի կանգնում։ Եվ այս կապակցությամբ ես առաջի օրվանից այնց որ ինքը հռչակեց այդ պայքարը ասել եմ սրա մասին։ Գնալու մինչև վերջ։ Որ ինքը փորձելու է գնալ մինչև վերջ։ Իսկ ինչ է հետ կպահի իրեն։ Գիտեք ոնց է, իրան ինչն է ընդհանրապես հետ պահում բախման ժամանակ։ Ասենք ցանկացած բախման ժամանակ ինչն է մարդուն հետ, ոնց որ քթի տուտում ես։ Քանի իր մոտ ստացվում է, ինքը առաջ է գնում։ Եթե իր դեմ ինքը տեսներ իր համար դա իշխանություն կորցնելու վտանգ, ինքը հետ կկանգնի։ Բայց այսօրվա դրությամբ ինքը սրա մեջ հակառակը տեսնում է իր դիրքերի ամրապնդում։ Ինչպես պատարակներին տեսնում ենք նույնիսկ ԿՊԱ-ականների մեծ մասը իրեն չի աջակցում։ Ասեմ դες, եթե ինքը վերցնում է կաղանա վերցնել վերահսկողությունը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, բարձր որ իր դիրքերը դրանից կուշեղանա։ Իսկ ոնց է վերցնելու։ Ընդհանրապես 10 եպիսկոպոս ու arczepiskopos կողմն անցել։ Ուրեմն հենց որ ինքը եկեք օրինակով բերեմ, որ պատկերացնենք 2018 թվականին վերցեց իշխանությունը, ինքը բազմաթիվ պետական կառույցներ չէր կարողանում չէ վերահսկել։ Ասենք ԱԱԾ-ն, Գենշտաբը Ինքը ինչ արեց, ինքը կազմաքանդեց դրանք եւ մնացորդների վրա կարողացավ հաստատել վերահսկողություն։ Հիմա այդ պարագայում դուք գնահատեք, անգամ կազմաքանդված, բայց իր վերահսկողության տակ իր դիրքերը ուժեղացան թե ոչ։ Իհարկե ուժեղացան։ Հիմա նույնը ինքը փորձելու է անել հայ առաքելական եկեղեցու։ Բայց եկեղեցին ասում են 1700 տարվա կառույց է, որը տեսել է ցարի հալածանքները, կոմունիստների հալածանքները, թուրքերի հալածանքները։ Նայեք, այստեղ կախված է նրանից, այստեղ ամեն շատ բան կախված է Գարեգին երկրորդից։
Ես դա անդրադառնանք բացատրել եմ։ վեհափառի քայլերին։ Պետք է տեղի ունենար այսօր վաղը եպիսկոպոսատ ժողովը, որը շատ հարցերի պատասխաններ պիտի տար, բայց հայտարարություն տարածեցին, որ պայմանավորված ոչ միայն Մայրաթորին ուխտին հավատարիմ հոգեբորականների նկատմամբ սարսափելի ճնշումներով, այլև այն 10 սրբազանների ճնշումներով հետաձգվում է։ Պետք է հստակ ինֆորմացիա ունենաս ինչով է պայմանավորված հետո։ Ճիշտ քայլեր արդյոք հետաձգելը։ Չէ, նայեք, ասում եմ, պետք է հստակ ինֆորմացիա ունենաս։ Ես այդ մասին, քանի որ հստակ ինֆորմացիա չունեմ, չեմ ուզում վերլուծելով այդ բացը լրացնել։ Դա որտեվ մի քանի տարբերակ կարա լինել։ Իսկ վեհափառ ինչ պետք է անի։ Նայեք, ես սրա մասին խոսացել եմ ուղիղ։ Ընդամենը ինքը պետք է չտա հրաժարական։ Եվ իրեն պարտադրելու որևէ ինստիտուտ չկա։ Ճնշումները։ Նայեք, հայ առաքելական եկեղեցում չկա կաթողիկոսին հանելու մեխանիզմ։ Եղել են պատմության մեջ, օրինակ նայեք, ես այդ օրինակը 19-րդ դարում, հենց որ այս տարածքը Պարսկաստանից անցավ Ռուսաստանին, այն ժամանակվա կաթողիկոս, ուղղակի անունը հիմա կարող սխալվեմ չասեմ, ինքը մոտ էր պարսկական արքունիքի հետ, դե հիմա եկել էին ռուսները, ինքը իր ուզելով հրաժարական տվեց, որ կոպիտ ասած գա պրոռուսական օրիենտացիայի կաթողիկոս, որ ավելի կարողանա արդյունավետ լուծել։ Երկխոսությունը ստացվի։ Այո, հարցերը դա ընդունված մեթոդ է, հասկանում եք։ Միշտ եթե կա այդտեղ գերիշխողուշ, պետք է նախընտրես այնպիսի մարդու դասիշխանությունը, որը այդ ուժի հետ կարողանում է պայմանավորվել։ Հիմա շատերն ասում են, թող վեհափառը հրաժարական տա, գա մեկը, որը կարողանա այս իշխանությունը Նայեք, այստեղ նայեք, դուք այսինքն այդ ասողները համեմատում են այս իշխանությունը օտարի հետ, այնտեղ խոսքը գնում է օտար իշխանությունների մասին։ Պարսկաստան, Ռուսաստան օտար իշխանություններ էին։ Բայց այս պարագայում նայեք, ինքը իրանով հրաժարական տվեց։ Կաթողիկոսին հետ կանչելու, հանելու ինստիտուտ հայ առաքելական եկեղեցում չկա։ Անկամ ես սրա մասին ամիսներ շարունակ բացատրում եի։ Վերջերս հենց որ եղավ այն պրոնիկոլական եպիսկոպոսների հայտարարությունը, եթե դուք այնտեղ ընթերցեք, իրանք ինչ էին ասում։ Իրանք հորդորում էին Գարեգին երկրորդին կամավոր հեռանալ։ Այսինքն իրանք էլ են անգամ պրոնիկոլական եպիսկոպոսները հասկանում, որ նա չի աշխատի։ Ասենք իրանք ուզում է դնեն, ասենք մի հատ եկեղեցի փակեն, այնտեղ սաղով ընտրեն կաթողիկոս, մեկը Գարեգին երկրորդը եթե հրաժարական չի տվել, ինքը մնում է կաթողիկոս։ Նույնիսկ եթե ձերբակալի կաթողիկոսին։ Եթե ձերբակալի հակառակը Գարեգին երկրորդի դիրքերը ավելի կհզորանա։ Վերջի վերջո քրիստոնեության հիմքում ի՞նչն է դրված։ Զոհողությունը, հասկանում եք, այդ մաքարումները, բան Գարեգին երկրորդին կսարքի հենց նմանատիպ կերպար եւ արդյունքում կսրբադասեն։ Դե Գարեգին երկրորդի դիրքերը դրանից ավելի կուշեղան։ Պարոն Կիվիրյան, բայց այդ մասով էլ կարծես թե լուծում կա, որովհետեւ մամուլում ժամանակ առաջ հրապարակումներ եղան այն մասին, որ ծրագրում են կաթողիկոսին ձերբակալել, որից հետո իբրև թե իր անունից հրաժարականի տեքստ կհրապարակվի եւ Նիկոլ Փաշինյանը։ Չէ, գիտեք ոնց է, դե դա մանկապարտեզ չի։ Բայց դա չի կազմաքանդի եկեղեցու միասնական։ Նայեք ոնց է, նման ձևերով պատմության ընթացքում ստեղծվել են տարբեր աթոռներ, բայց վերջի վերջո դա արդյունքում հաղթահարվել է եւ գիտեք ոնց է, այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանը հավերժ է։ Հայ առաքելական եկեղեցին մոտավորապես 2000 տարվա պատմություն ունի, հասկանում եք։ Որովհետեւ առաջին դարում է։ Այո, առաջին դարում Քրիստոսի երկու առաքյալների կողմից է հիմնադրվել։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, գիտեք ոնց է, այդ 2000 տարվա մեջ ինքը ընդամենը մի կաթիլ է լինելու, որը դարերանց չի էլ հիշվելու։ Պարոն Կիվիրյան, 2026-ին ընթառաջ կամ հետո Հայաստանի Հանրությունը ինչին պետք է պատրաստ լինի, որպես մեր զրույցի ամփոփում, պետք է դիմանալ, պետք չի դիմանալ, հույսը կտրել։ Չէ, գիտեք ոնց է, ցանկացած դեպքում ցանկացած ազգ պետք է ապրի հավիտենականության զգացումով։ Ազգը պետք է ապրի հավիտենականության զգացումով։
Այդ պարագայում ցանկացած դժվարություններ, դա ընդամենը, գիտեք ոնց է, ինչ որ ասենք ազգի ճակատագրում շատ չնչին ինչ որ դրվագներ են։ Այսինքն սա էլ կանցնի։ Իհարկե։ Պարոն Կիվիրյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա մեր հյուրն էր վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։ Հարցազրույցի հաջորդ թողարկումը վաղն է, հաջողություն։